Աստված շատ օրհնի ժողովուրդ ջան։ Իմ խոսքը այսօր վերնագրել եմ զոհից առավել։ Այո, մենք նոր զոհաբերություններ արեցինք։ Դա խոսքի համեմատ էր։ Խոսքին լսեցինք, հնազանդվեցինք, զոհաբերություն արեցինք։ Զոհից առավել կա մի բան, որը կոչվում է հնազանդություն։ Առաջի թագավորաց 15-22 խոսքում ասես մի պատմություն կա։ Ասում է, միթե ողջակեզը տիրոջ խոսքին հնազանդվելուց առավել է։ Կար Սավուղ թագավոր, կար Սամվել մարգարե։ Սամվել մարգարեն, դա Աստծո բերանն էր։ Մարգարեի ասածը դա Աստծո ասածն էր։ Սամվել մարգարեն ճիշտ մարգարե էր։ Սամվել մարգարեն ամեն բան Աստծուց առնում եւ փոխանցում էր ժողովրդին։ Թագավորն այդ ժողովրդի մի մասնիկն էր։ Եվ Սամվել մարգարեն ուշանում էր, թագավորը փորձեց ինքը զոհ մատուցել։ Բայց կարգով, կանոնով, օրենքով Սամվել մարգարեն պետք է այդ զոհը մատուցեր։ Սամվելը եկավ եւ հանդիմանեց թագավորին։ Միթե ասում է, կարծում ես զոհ անելը հնազանդությունից առավել է։ Հնազանդությունը, խոնար սիրտը, Աստծուն հնազանդվելը ավելի լավ է գործերից։ Եթե դու հնազանդ ես, գործեր կանես, հանկարծ սխալ չընկալեք, որ ես հնազանդ եմ, բայց գործ չեմ անում։ Հավատք առանց գործերի մեռած է։ Հավատքը նաև առանց հնազանդության սուտ է։ Հավատք նշանակում է հնազանդություն Աստծուն։ Եթե դու ասում ես հավատում եմ Աստծուն, բայց հնազանդ չես Աստծո խոսքին, ուրեմն սուտ է դա։ Ժողովուրդ, Աստված սոված չի։ Սամվելի ասածը մոտավորապես Սավուղին դա էր նշանակում։ Աստված սոված չի։ Դու կարծում ես, թե դու որ զոհաբերեցիր, Աստված սոված էր չէր համբերում միջև ես գայի, դու արեցիր դա։ Նաև մի պատմություն կա, որ նաև Սավուղը չհնազանդվեց Աստծուն, բերեց այդ թալանած, այդ անիծված պիղծ կենդանիները, որ ամաղեկացիներին հաղթել էին իրանք, Աստվածասեր ամբողջովին կվերացնես, բայց ինքը բերեց այդ պիղծ բանը Աստծուն զոհաբերեց։ Կարծում էր, թե Աստված ցուլերի միս աուտում, Աստված ոչխարի միս աուտում, Աստված սոված է, Աստված կարիք ունի, Աստված ուզում է մեր հնազանդությունը ժողովուրդ ջան։ Տեսեք ինչ ասում Հովանու 3:36-ում։ Նա ով որդին կհավատա, կյանք ունի։ Նա ով որ չի հնազանդվի, նա կյանք պիտի չտեսնի, հապա Աստծո բարկությունը նրա վրա պիտի գա։ Նա ով հավատա, կյանք ունի, նա ով չհնազանդվի, կյանք պիտի չտեսնի։ Այսինքն հավատքը առանց հնազանդության հավատք չի։ Հավատքը առանց հնազանդության Աստծո համար դա ոչինչ է։ Շատ մարդիկ են հավատում Աստծո գոյությանը, բայց բոլորը չէ որ հնազանդվում են։ Այսօր դուք ցույց տվեցիք ձեր հնազանդությունը զոհաբերության միջոցով։ Ժողովուրդ, ձեր մեջ կա մեկը, որ ինչ որ մեկին չի ներել։ Եթե դու չես ներել, քո աղոթքները պատասխան չի ունենա։ Հայր մեր աղոթքը մեկնաբանելու ժամանակ Հիսուսը շեշտադրեց ներելը։ Տեսեք ոնց ասում, հայր ների մեզ ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Իսկ դու ներված չես, երկինք չես մտնի։ Քննիր, ների, խնդրի, Աստված զորություն կտա ներելու համար։ Աստված իր խոսքը կատարելու համար մարդուն հնարավորություն, զորություն է տալիս։ Աստված քեզ տալիս է ամեն անհրաժեշտ բաներ, որ ծառայես Աստծուն։ Պետրոս առաքելն ասում է, կյանքի եւ աստվածապաշտության համար բոլոր բաները մեզ տրված են։ Եթե դու ասես չէ, ինձ տրված չի, դու ինքդ քեզ խաբում ես, Աստված տվել է։ Փնտրի, խնդրի, տես որ Աստված տվել է։ Թվոց 32:11-12 խոսքերում ասում է. Եգիպտոսից ելած 20 տարեկանից բարձր սրտով չհնազանդվելու պատճառով անապատում մեռան, բացի Քաղեբն ու Հեսուն։
40 տարի Աստված մարդկանց սովորեցնում էր հնազանդություն։ Նրանք հավատացել էին Աստծուն, դուրս էին եկել Եգիպտոսից, հասան խոստացյալ երկիր 2 հոգի 20 տարեկանից բարձր մարդկանցից։ Երիտասարդները սովորեցին հնազանդություն։ Մի քիչ մեծերը, մի քիչ դժվարանում են այդ հնազանդության մեջ, ավելի վստահում են իրենց խելքին, իրենց փորձառությանը, քան թե Աստծուն։ 20 տարեկանից բարձր մարդիկ 40 տարվա մեջ սովորեցին հնազանդություն, 20-ից ցածրներն էլ սովորեցին, բարձրացան, մինչև 40 տարվա ընթացքում դարձան 40 պլյուս 50-60 տարեկան մտան խոստացած երկիր։ Բայց մեծերը դժվար կոտրվեցին։ Ժողովուրդ, եկեք կոտրվենք Աստծո առաջ, եկեք հնազանդենք իր խոսքին։ Երկինք երկիր ստեղծող Աստվածը, դու որ մեկ-մեկ նայում ես երկինք գիշերները, աստղերը տեսնում ես, դու որ նայում ես կենթանական բուսական աշխարհին, դու ինքդ որ քեզ ես նայում, չես ասում, Տեր Աստված, ինչ հրաշալի ես դու։ Ոնց կարելի է մարդը չհնազանդվի Աստծուն։ Մարդը Աստծուն չհնազանդվի նշանակում է ինքնասպանություն գործել։ Առաջի Թագավորոս 12-14-ում տեսեք, երբ որ հրեաները թագավոր ուզեցին, Սամվել մարգարեն Աստծուց հարցրեց, Աստված ստիպված ասեց տուր, Աստված երբեմն զիջողություն այդ մարդկանց։ Եվ մարգարեն տեսեք ինչ ասում, Աստծո բերանը Սամվելի միջոցով որ խոսում ասում է, եթե Տիրոջից վախենաք, նրա խոսքին հնազանդվեք, թե դուք, թե ձեր թագավորը Աստծո հետ պիտի երթաք։ Եթե վախենաք Աստծուց եւ Աստծո խոսքին հնազանդվեք, դուք Աստծո հետ կքայլեք։ Դուք Աստծո հետ քայլեք։ Հիսուսը իր երկրավոր կյանքի օրերում Աստծո հետ էր քայլում։ Ինչ որ ասում տեսնում եմ, այն եմ անում, ինչ որ լսում եմ, այն եմ անում։ Մենք երբեմն ինչ որ մեկի հետ քայլելուց որ քո համար շատ սիրելի է, շատ հեղինակավոր է, շատ ընդունելի է քո համար, քեզի հաճելի է այդ մարդու հետ ճամփա գնալը։ Աստված ասում է, եթե դու ինձանից իմ հանդեպ վախ ունենաս եւ իմ խոսքին հնազանդ լինես, ես քո հետ կքայլեմ, քո մարմնավոր կյանքի բոլոր օրերի մեջ։ Ես մի քանի օրինակներ եմ ուզում բերել հնազանդության ու չհնազանդության արդյունքներից։ Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծուն, վտարվեցին դրախտից։ Չգնահատեցին իրենց վիճակը։ Աստված ստեղծել էր, Աստված հաճախակի գալիս էր Եդեմի պարտեզը, Աստված բերան առ բերան խոսում էր այդ մարդկանց հետ։ Չգնահատեցին, դուրս վտարվեցին դրախտից։ Մովսեսը հնազանդվեց Աստծուն, ազգը փրկվեց, հրե ազգը փրկվեց։ Աբրահամը հնազանդվեց Աստծուն, իր սերունդը օրհնվեց։ Հոսեփը հնազանդվեց Աստծուն, իր ընտանիքը փրկվեց։ Ձեր մեջ էլ շատ մարդիկ կան, որ մեկի հնազանդության պատճառով իր ընտանիքը փրկվել է։ Սավուղը չհնազանդվեց Աստծուն, թագավորությունը կորցրեց։ Դավիթը հնազանդվեց Աստծուն, սերունդը թագավորեց։ Գիտեք ինչ կարևոր է, Դավթի պատճառով իր սերունդը թագավորեց, թեկուզ անշնորհ թագավորներ էլ եղան իր սերունդից, բայց ծնողի կամ պապու հնազանդության պատճառով սերունդը թագավորեց, դա թագավորական սերունդ էր։ Ես շատ եմ կրկնել, ծնողների արդարության, ծնողների ճիշտ ապրելու պատճառը շատ անգամ դառնում է իր երեխաների երջանկության պատճառը։ Սամսոնը չհնազանդվեց Աստծուն, կորցրեց տեսողությունը։ Դու կարող ես չհնազանդվես Աստծուն, կորցնես քո առողջությունը, կորցնես քո ֆինանսները, կորցնես քո ընտանիքը, կորցնես քո պատիվը։ Եսցերը հնազանդվեց Մուրդքեին։ Մուրդքեն իր հորեղբայրն էր, ինքը որբ աղջիկ էր։ Մուրդքեն որպես ծնող էր իրան եւ դարձավ հрьяաների փրկության պատճառ։ Մի կին
հնազանդվեց, հնազանդության պատճառով փրկվեց ազգը։ Սողոմոնը հնազանդվեց Աստծուն, երկիրը բարգավաճեց, խաղաղություն եղավ։ Մենք խաղաղության կարիք ունենք այսօր ժողովուրդ ջան, մեր երկիրը մեր ազգի խաղաղության կարիք ունի։ Հովնանը չհնազանդվեց Աստծուն, կետը կուլ տվեց։ Մարիամը հնազանդվեց Աստծուն, Հիսուսը ծնվեց։ Հիսուսը հնազանդվեց Աստծուն, մենք փրկվեցինք։ Ժողովուրդ, հնազանդությունը օրհնություն է, հնազանդությունը Աստծուն հաճելի է, քեզ էլ է հաճելի։ Ամբողջ սիրտը, բողոքող բնավորությունը, բողոքող մտածելակերպը չի բերում օրհնության։ Եթե մարդը հնազանդ չի Աստծուն, նշանակում է չի ճանաչում Աստծուն։ Եթե դու ճանաչես Աստծուն, կսիրես։ Եթե դու ճանաչես Աստծուն, կհնազանդվես։ Քննիր քո սիրտը։ Եթե այդ բաները քո մոտ չկան, միգուցե դու հավատքի մեջ պակասես։ Միգուցե դու ճանաչողության մեջ պակասես։ Աստծուց փնտրի, որ դու ճանաչողություն փնտրի։ Ասում խնդրես կտրվի քեզ, Աստծուց խնդրի ճանաչողություն, Աստծուց սեր մի խնդրի, Աստված իր սերը ապացուցել է։ Մի խնդրի, որ Աստված քեզ սիրի, Աստված սիրել է քեզ ու սիրում է։ Աստծուց ճանաչողություն խնդրի, որ դու կարողանաս իրան նման սիրել եւ հնազանդ լինել իրեն։ Կանայք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, Տիրոջմով։ Լինում են երբեմն ոչ լավ ամուսիններ, լինում են։ Ասում են Տիրոջմով, ասենք թե որպես Տիրոջը, փորձի դու հնազանդ լինես կին, քո ամուսնուն։ Տես ոնց է Աստված սկսում գործել քո ընտանիքում։ Հիշեք Սարային։ Սարան այն աստիճան հնազանդ էր Աբրահամին, որ Աբրահամի սխալը Աստված թույլ չտվեց, որ ի կատարածվի։ Երբ որ Աբրահամը վախից ուրացավ, Սարային ասեց, դա իմ կինը չի, իմ քույրն է, փարավոնը տարավ, բայց փարավոնին Աստված երազ բերեց, Սարային հետ տվեց։ Երբեմն կանայք չեն կարողանում ամուսնու սխալը տանել, ամուսնու սխալին հնազանդվել եւ սկսում իրենց մարդկային ուժերով պայքարել եւ ընտանիքում քաոս է լինում։ Սարան կանանց համար օրինակ։ Որդիներ, ձեր ծնողներին հնազանդ եղեք, ծառաներ, ձեր տերերին հնազանդ եղեք, որպես թե Քրիստոսին։ Երբեմն ծնողը կարող է սխալ լինի, երբեմն տերը, քո պետը, քո դիրեկտորը, տնօրենը կարող է սխալ լինի։ Դրա համար Աստված ասում, որպես թե Տիրոջը, որպես թե Տիրոջը։ Երբեմն քո ծնողը, երբեմն ծերը, հասակովը կարող է լռել, բայց դու ճանաչելով իր սիրտը, դու կարիք ունես հնազանդվելու։ Փոքր որդին, անառակ որդին, այդ փոքրը հնազանդ չէր հորը։ Գնաց, հայրը ոչինչ չասեց, բայց մենք տեսնում ենք, որ հայրը սպասում էր որդուն։ Նշանակում է, որ հոր սրտով չէր, որ որդին գնաց։ Հայրը գիտեր, որ որդին չի օրհնվել, որտեվ անհնազանդ էր այդ որդին։ Հետ եկավ որդին։ Այն տան որդին հնազանդ էր, բայց Աստծո սիրտը չէր ճանաչում, հոր սիրտը չէր ճանաչում։ Այս առակ ավելի շատ հոր սիրտը ճանաչելու համար է, բայց այստեղ մենք հնազանդության ու անհնազանդության տարեր ենք տեսնում։ Հնազանդվողը կարիք ունի ավելին ճանաչի հորը, ոչ թե միայն ֆիզիկապես մարդը հնազանդվի, այլ սրտով հնազանդվի։ Տան որդին, մեծ որդին ֆիզիկապես հնազանդ էր, գնում էր, դաշտում աշխատում էր, բայց սրտով հնազանդ չէր հորը, դժգոհություն կար այս մարդու սրտում։ Չէր պատրաստ, որ այդ Աստծո ունեցած ամեն բանը, հոր ունեցած ամեն բանը իրենն է։ Ժողովուրդ, Աստված այս երկիրը ստեղծել է մարդկանց համար։ Երկինք, երկիր, ամեն բան որ ստեղծել է, որ մարդու համար լավ լինի։ Դրախտը ստեղծել է, կենդանական, բուսական աշխարհը ստեղծել է, որ մարդու համար լավ լինի։ Ժողովուրդ, եկեք գնահատենք։ Իրար հնազանդ եղեք Աստծո վախով։ Իրար հնազանդ եղեք, ասենք զիջող եղեք, խոնար եղեք, դժգոհող մի եղեք, սխալը մի անգամից ճակատով մի տուր,
չի հասկացել սխալագործել։ Հնազանդ լինել չի նշանակում դիմացինին ստրուկ լինել։ Հնազանդ եղեք միմյանց, Տիրոջ վախով, Աստծո վախով։ Մարդիկ հնազանդ եղեք Աստծուն, հակառակ եղեք սատանային։ Հիսուսն ասեց, սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ։ Հիմա մի հնազանդության կարևորության մասին ուզեմ խոսալ, այսի կարդամ նոր առաջի Պետրոս 5:5-ը։ Երիտասարդներ հնազանդ եղեք ծերերին, ամենքդ իրար հնազանդ եղեք նրա լրացումն է։ Հնազանդ լինել Աստծուն անպայման, անվերապահորեն, անպայման, առանց ինչ-որ հնազանդ եղի Աստծուն։ Բայց հնազանդ լինել մարդուն չի նշանակում սեփական միտքը չունենալ։ Դու ունես քո սեփական միտքը, բայց հնազանդությունը բնավորության պահը, բնավորության գիծ է։ Ղուկաս 17:5-6 խոսքերում սա այնտեղն է, որ աշակերտներ Հիսուսին ասեցին, մեր հավատքը ավելացրու։ Մեր հավատքը ավելացրու։ Հիսուսն ասեց, ոսոր սասու եղբայրը իշեցես, մանանեխի հատի չափ հավատք ունենաք, են թթենուն կասեքել են գիծովը, սարին կասեքել են գիծովը և կհնազանդվի ձեզ։ Այս առակ ինչ է սովորեցնում, այս խոսքը Հիսուսի։ Հիսուսը չասես մի հատ ինչ-որ բան ֆրծնեմ, պտտեստեմ, մի անգամ ձեր հավատքը ավելանա։ Հիսուսը, մենք Հիսուսին ճանաչում ենք իր ամբողջ խոսքերի առակների մեջ, ոչ թե միայն մի դրվագով, ամեն բանում։ Հիսուսը օրինակ բերեց հարյուրապետի ծառայի բժշկության պահը։ Հարյուրապետն էլ զինվորական մարդ էր, ինչպես մեր սասուն եղբայրը, որ հնազանդ էր իր ղեկավարներին։ Հիսուս ասեց կգամ կբժշկեմ, հարյուրապետն ասեց չէ, կարիք չկա։ Դու որ ասես կլինի, քանի որ ես հասկանում եմ, ես իշխանության տակ եղող մարդ եմ, ես հնազանդ եմ իմ ղեկավարներին, հնազանդ եմ իշխանությանը, և իմ իշխանության տակ էլ մարդիկ կան, քանի որ ես հնազանդ եմ իմ վրա իշխողներին, իմ ծառաներն էլ, իմ զինվորներն էլ ինձ են հնազանդ, և քանի որ Հիսուս դու Աստծո որդի ես, մեկ ինչ ես իմ խոսքերով եմ ասեմ, դու որ Աստծո որդի ես, դու որ հնազանդ ես Աստծուն, ես տեսնում եմ, որ դու հնազանդ ես Աստծուն, իսկ հիվանդությունը, որ դու ասես հիվանդությունը կբժշկվի, դևը կհեռանա, սատանան կհեռանա, այնպես որ այս սկզբունքը Հիսուս ջան, ես հասկացել եմ, ինչու չարչարվես գաս հասնես իմ տունը, ասա կլինի, Հիսուսն ասեց և եղավ, հիմա ինչ ասում մանանեխի հատի չափ հավատքը, եթե դու փոքրիկ հավատք ունես, այդ հավատքով հնազանդ ես Աստծուն, քո ասածը կլինի, ուրեմն ինչ է նշանակում, աշակերտներ ջան, Հիսուսն է ասում, ինչ որտեղ դուք հնազանդ չեք, ինչ որտեղ դուք դեռ հորը չեք ճանաչում, ասում կրակի չասնենք ես գյուղը վառենք, հորը չեք ճանաչում, չեք նման ինչ հոգու տերեք, որ Հիսուսը կատարյալ հնազանդության մեջ էր, կատարյալ հնազանդության մեջ էր, ժողովուրդ մենք հավատում ենք Աստծուն, բայց հնազանդության մեջ երբեմն տկարանում ենք, երբեմն կաղում ենք հնազանդության մեջ, գիտության մեջ առաջ ենք գնում, հոգևոր գիտության մեջ, աստվածաբանության մեջ, բայց հնազանդության մեջ չենք։ Գիտենալը շատ լավ բան է, բայց Հիսուսը ավելի լավ է, որ գիտի ու կատարում է։ Կան հավատացյալ մարդիկ, որ իրենք իրենց հնազանդության չափանիշ են դնում, այսքան հնազանդվեմ հերիք է։ Աստծո չափանիշը Հիսուս Քրիստոսն է։ Մարդու բոլոր վատ բաների պատճառը անհնազանդության մեջ է։ Ադամը մեզ օրինակ։ Հենց սկզբից Աստված ցույց տվեց։ Ադամը հնազանդ չեղավ Աստծուն եւ կորցրեց ամեն բան եւ Ադամի սերունդը, որ մենք ենք, այսօր քաղում ենք Ադամի մեղքերի պատճառը։ Եկեք մեր երեխաները չքաղեն մեր սխալների պտուղը չուտեն։ Եկեք մենք լինենք հնազանդ Աստծուն եւ մեր համար լավ, եւ մեր սերունդի, մեր երեխաների համար լավ։ Եվ որպեսզի ավելի լավ ճանաչենք հնազանդության կարևորությունը,
կատարյալ հնազանդության օրինակ բերեմ ու վերջացնեմ Հռոմեացիների, թեկուզ շատ տեղեր կան, բայց իմ դուրն եկել է Հռոմեացիների 11:33 խոսքը։ Տեսեք ինչ ասում։ Ես մի տեղը կարդամ գրքից։ 11:33-ը։ Ով Աստծո մեծություն ու իմաստության եւ գիտության խորունկություն, ինչ անքննելի են իր դատաստանները ու անզննելի են իր ճամփաները, որովհետև ով գիտցավ Տիրոջ միտքը, կամ ով նրան խորհրդակից եղավ, կամ ով նախապես նրան մի բան տվեց, որ փոխարենը տրվի իրեն, որովհետև ամեն բաները նրանից են, նրանով են, նրա համար են, իրեն փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Ամեն բաները նրանից են, նրանով են ու նրա համար են։ Էլ ինչ կարանք մենք անենք ժողովուրդ ջան։ Միայն հնազանդվել։ Ամեն բաները նրանից են, նրանով են, նրա համար են։ Դու նրանով ես ծնվել, դու նրան ես, նրա համար ես։ Այո, դու քո հորդորի միջոցով ես ծնվել, բայց Աստված ա ծնել քեզ։ Քո հայրն ու մայրը չեն որոշել, թե դու տղա լինես, թե աղջիկ լինես, թե քո հասակն ինչքան լինի, մազերիդ գույն ինչպիսին լինի, քո հեղինակը, քո ծնողը չի, քո հեղինակը Աստված է։ Եվ ամեն բան կյանքնում է Աստծո ձեռքում է։ Էլ ինչպես չհնազանդենք ժողովուրդ ջան։ Ոմանք անհավատ մարդիկ, որոշ փիլիսոփա մարդիկ, Աստծուն չճանաչող մարդիկ, պատկերացնում են, թե քրիստոնեությունը, պատկերացնում են, թե հոգևորությունը խեղճություն է, պատկերացնում են, թե մարդկանց կողմից ստեղծված ինչ-որ մի բան է մարդկանց իրենց հնազանդեցնելու համար։ Ոչ, մենք հնազանդ ենք Աստծուն, մենք ծառայում ենք Աստծուն ու եթե մենք հնազանդ ենք որոշ իշխանությունների, հնազանդ ենք որոշ տերերի, որոշ մարդկանց, որ Աստված դրել է մեր վրա, նրա պատճառով ենք մենք հնազանդ, բայց Աստված հատուցում է այդ հնազանդության համար բոլորին, քանի որ Աստված ասում հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին, հնազանդ եղեք ձեր վրա եղած իշխանություններին, հնազանդ եղեք ծերերին, ծնողներին, ամուսիններին, միմյանց հնազանդ եղեք։ Դա բնավորություն է, դա աստվածային բնավորություն է, որը անպտուղ չի մնում, որը օրհնություն է ամեն նման մարդու համար։ Այսօր մենք ստեղ գտնվողներս հնազանդ ենք եղել Աստծուն, որ եկել ենք։ Այսօր դուք ապացուցեցիք նաև ձեր հնազանդությունը ֆինանսական բնագավառում, բայց ելի եք ապացուցում ամեն կիրակի, ամեն ամսվա բոլոր օրերի մեջ դուք դա ապացուցում եք, բայց եկեք սրտի հնազանդություն էլ ունենանք։ Այդ հնազանդությունից ծնված զոհն է, որ Աստված ընդունում է, ոչ թե սավուղի արած զոհը, սավուղի արած զոհը Աստված չընդունեց։ Երբեմն մարդկանց այդ զոհը ավելի պիղծ է լինում։ Աստված ասում է, ամբարիշտի զոհը պիղծ է, բայց իր զավակի սրտով խոնարհի զոհը թեկուզ քիչ, բայց ընդունելի է։ Այն երկու լումայի համար, որ Հիսուսը գովեց, ոչ թե Հիսուսը գովում է քիչը, այլ գովում է սիրտը, սրտի դրվածքը։ Եկեք սրտանց հնազանդ լինենք Աստծուն։ Եկեք Աստծուն շնորհակալություն ասենք, որ մեզի բաներ է սովորեցնում։